2012 թվական, հուլիսի 16, Երևան քաղաքի ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ սպանության հատկանիշներով։ Զոհը Գոհար Գասպարյանը աշխարհությամբ զբաղվող տարեց կին էր, ժողովրդի լեզվով ասած տոկոսով փող էր տալիս։ Նրա պարտապաններից էր նաև Սամվել Գասպարյանը, որին 2010 թվականին 500,000 դրամ գումար էր տվել ամսական 10% տոկոսադրույքով։ Մինչև 2012 թվականի մարտ ամիսը Սամվելը ժամանակին վճարել է տոկոսագումարները, իսկ դրանից հետո չի կարողացել վճարել։ Միջարաբաստիկոր Գոհարն անհետացավ։ Նրան վերջին անգամ տեսել էր հարևանուհին իրենց շքամուտքում։ Գոհարիկը հարևանս է, ես նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, ճանաչում եմ նաև Սամվել Գասպարյանին, նա իմ մյուս հարևանուհու Փեսան է։ 2012 թվականի հուլիսի 2-ի առավոտյան շքամուտքում հանդիպել եմ Գոհարին, նա ասաց, որ գնում է Սամվել Գասպարյանի տուն, դրանից հետո նրան այլևս չեմ տեսել, 2 շաբաթ անց իմացել եմ, որ հայտնաբերվել է նրա դին։ Սամվել Գասպարյան, ծնված 1961 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին ունի անչափահաս 2 երեխա, նախկինում 3 անգամ դատապարտված, չի աշխատում։ Սամվել Գասպարյանը որպես մեղադրյալ ցուցմունք էր տվել, որ դիտավորություն չի ունեցել սպանելու տուժողին, ըստ նրա իր արարքը պահի ազդեցության տակ է կատարվել։ Երկար տարիներ ճանաչել եմ տուժողին, նրա հետ եղել եմ լավ հարաբերությունների մեջ, 2010 թվականի օգոստոսին նրան ասել եմ, որ ինձ տոկոսով գումար է անհրաժեշտ, նա ամսական 10% ինձ է տվել 500,000 դրամ գումար, որի դիմաց մինչև 2012 թվականի մարտ ամիսը ես տուժողին վճարել եմ սահմանված տոկոսները, սակայն հետագայում չեմ կարողացել դրանք վճարել։ Այդ պատճառով նա կնոջս, երեխաներիս և մյուս հարազատներիս մոտ իմ մասին բացասական է արտահայտվել։ 2012 թվականի հուլիսի 2-ի առավոտյան եկավ իմ բնակարան, ես տանը մենակ էի, գումարային հարցերի շուրջ վիճաբանեցինք, ես զայրացա նրա վրա և խեղդեցի նրան։ Դիակը տեղափոխեցի տակառի մեջ և կափարիչով փակեցի։ Հետո բանվորներ եմ վարձել, որոնց ասել եմ, թե տակառի մեջ քիմիական լուծույթ է։ Նրանց օգնությամբ բեռնափոխադրող մեքենայով տակառը տեղափոխել եմ Նոր Խարբերդի իմ վարձակալած տան նկուղ ու պահել այնտեղ։ Ես նրան չեմ սպանել, որպեսզի վերցրած գումարը չվերադարձնեմ։ Նրան սպանել եմ զայրացած լինելու պատճառով։ Սամվել Գասպարյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով։ Մեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։ Մինչ սպանություն կատարելը Սամվել Գասպարյանը խաբել էր 2 քույրերի և տիրացել նրանց բնակարաններին։ Այնուհետև նա այդ բնակարաններից մեկը խոշոր գումարի դիմաց գրավադրել էր, իսկ մյուսը վաճառել։ Երկար տարիներ ճանաչում եմ Սամվել Գասպարյանին։ Նրա հետ գտնվել եմ լավ հարաբերությունների մեջ։ Տարիների ընթացքում մտերմացել ենք ու սկսել շփվել ընտանիքներով։ Սամվել Գասպարյանն ինձ ասաց, որ ճարտարապետ ընկեր ունի, որի միջոցով կարող եմ բնակարանից տարածքը մեծացնելու թույլտվություն ստանալ։ Դրա համար միայն անհրաժեշտ է, որ իրեն լիազորագիր տամ, իսկ մյուս խնդիրները ինքը կկարգավորի։ Նա նաև ասաց, որ այդ մասին քրոջս ոչինչ չպատմեմ, քանի որ նա կարող է նախանձել։ Ես համաձայնվեցի։ Սամվել Գասպարյանի հետ գնացինք կենտրոն նոտարական գրասենյակ, որտեղ ես նրան նոտարական վավերացմամբ լիազորագիր եմ տվել։ 2011 թվականի հոկտեմբերի սկզբին Սամվելն ինձ ու աղջկաս ասաց, որ տանից դուրս գանք, քանի որ չափագրողներ են գալու, եւ ավելի լավ կլինի, որ այդ ընթացքում տանը չլինենք։ Մենք էլ պայմանավորված ժամին դուրս եկանք տանից։ Հետագայում իմացա, որ տրված լիազորագրով Սամվելն իմ բնակարանը գրավադրել է եւ գումար է վերցրել։
Ընդհանուր առմամբ որպես այդպիսին հասարակության անդամի մոտ սեփականության կամ գույքի արկայությունը, ինչ որ մեկի մոտ գույքի արկայությունը բնականաբար վերում է որոշակի տարբերության եւ արդեն մյուս անձանց մոտ առավել եւս նաեւ հանցավոր մտադրություն եւ հանցավոր մտածելակերպ ունեցող անձանց մոտ վերում է նաեւ այդ գույքին տիրանալու որոշակի այսպես ասած տրամադրվածություն, որը որ փաստացի հանցագործները կոնկրետ փորձում են իրականացնել։ Ինքը քաղաքացին, մանավանդ հայը չի ուզում երբևիցե ինչ-որ մեկին խոստովանել, որ խաբված է, հա, ընդունենք այսպես ասած իրեն ինչ-որ մեկը խաբել է, հարիվացրել է, ոչ իրավաբանորեն բառ օգտագործենք, բայց ամեն դեպս շատ դեպքերում նաև չեն դիմում իրավապահ մարմիններին այս ամենը չբացահայտելու համար եւ սահմանափակվում են այն տարբերակով, որ իրենք կփորձեն պարզել կամ հետ բերել, այսպես ասած, կրած կորուստները, որը ոչ բոլոր դեպքերում է այսպես ասած իրականացվում։ Տուժողի ընտանիքի մտերիմ անձնավորությունն իրականում սովորական կեղծարար էր։ Ձեռք բերելով թանկարժեք լիազորագիրը նա դրա օգնությամբ այս քրեական գործով անցնող վկայի հետ կնքել է հիպոթեկի պայմանագիր։ Կատարած գործարքի դիմաց Սամվել Գասպարյանը ստացել է 13,000 ԱՄՆ դոլար, որպես ստանձնած պարտավորության երաշխիք գրավ դնելով Լուսիա Գորյանին պատկանող 11,800,000 դրամ արժողությամբ բնակարանը, եւ սա դեռ ամենը չէ։ Նույն կերպ նա տիրացել էր Գորյանի քրոջը Մարիին պատկանող բնակարանին եւ վաճառել այն։ Սամվել Գասպարյանն ինձ ասաց, որ ճարտարապետ ընկեր ունի, ու նրա միջոցով կարող է բնակարանս առաջ տալու վերաբերյալ իրավունք ձեռք բերել։ Դրա համար միայն անհրաժեշտ էր, որ իրեն լիազորագիր տայի։ Նա ասաց նաև, որ բնակարանն առաջ տալու մասին քրոջս չպատմեմ, որպեսզի նա չնախանձի։ Ես համաձայնվեցի։ 2012 թվին մայիսին գնացինք նոտարական գրասենյակ, որտեղ Սամվել Գասպարյանին նոտարական վավերացմամբ տվել են լիազորագիր։ Հետագայում ես դիմացել եմ, որ տրված լիազորագրի միջոցով Սամվելն իր բնակարանը վաճառել է։ Երկու քրոջ հետ երկակի խաղ էր մտածել հնարամիտ հանձագործը, իսկ նրանք էլ հեշտությամբ կուլ էին տվել խայծը։ Չնախանձելու պատրվակով քույրերը միմյանցից թաքցրել էին իրենց կատարած գործարքը եւ այդպիսով ամբաստանյալին թույլ էին տվել երկար ժամանակ ծախսել իրենց սեփականությունից գոյացած գումարները։ Խարդախությունը նախատեսված է գործող քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածում, ընդհանուր առմամբ բնույթի եւ հասարակական վտանգարության առումով ինքը խարդախության հանցակազմը ներառում է ոչ մեծ ծանրության հանցագործությունից մինչև ծանր հանցագործություն։ Խարդախության բոլոր կետերը, մասերը հոդվածի նախատեսում են ազատազրկում։ Իհարկե մեզ պետք է նաև նշեմ, որ խարդախության եղանակով հափշտակության հոդվածով նախատեսված առաջին մասը նախատեսում է նաև մասնավոր գանգատի դեպք, որը ինձ ենթադրում է, որ տուժողի բողոքի բացակայության պայմաններում քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման կամ քրեական հետապնդումը դադարեցման։ Այսինքն մենք ունենք նաև այս տարբերությունը, տարբերակումը։ Իհարկե խարդախության հանցատեսակի պատժելիությունը կապված է հափշտակված գույքի չափերից, բնականաբար, եւս դրա արդեն ծանրանում է համապատասխան սանկցիան։ Ես ինձ այս մասով մեղավոր եմ ճանաչում, երկար տարիներ ճանաչել եմ տուժողներին, նրանց հետ գտնվել եմ լավ փոխհարաբերությունների մեջ։ Լուսիա Գորյանի տունը գրավադրել եմ 13,000 դոլարի դիմաց, իսկ քրոջ տունը լիազորագրի օգնությամբ արկուվաճառքի պայմանագրով 8,479,000 դրամին համարժեք 20,500 ԱՄՆ դոլարով վաճառել եմ։ Ընդհանուր առմամբ ճիշտ է, ես ինքս չեմ մասնակցել քրեական գործի նախաքննությանը կամ չեմ վերահսկել քրեական գործով նախաքննությունը, սակայն ծանոթանալով դատաքննության արձանագրություններին եւ դատավճռին կփաստեմ, որ այնց մեր ասած նույն տարբերակով հանցագործը ներկայ դատապարտյալ Սամվել Գասպարյանը մոլորության մեջ գցելով տարիքով կանանց, կոնկրետ դեպքում երկու տուժողների, որոնք քույրեր են նաև եղել միաժամանակ, վերջիններից ստացել էր լիազորագիր, պատրվակ էր բերել, թե իբր տան այսպես ասած գրանցման կամ մակերեսը բարելավելու, մեծացնելու համար ինքը կօգնի, լիազորագիր էր կորզել եւ այդ լիազորագրով փաստորեն վաճառել է ի վերջո բնակարանը։ Այստեղ նաեւ յուրահատուկ եւ հետաքրքիր հատկանշական է, որ քույրերից յուրաքանչյուրին ներկայացել էր նույն սցենարով եւ յուրաքանչյուրին խնդրել էր մյուսին չպատմել, ինչը թե վերջինս կնախանձի եւ գործարքը ի վերջո ի կատար չի ածվի։ Սա հենց բնորոշում է այդ խարդախի կերպարը, տիպարը, որ
կարողանում է, այսպես ասած, անձանց ներկայանալ հրեշտակի կարգավիճակով, սակայն ինքը որպես այդպեսին փաստացի վաճառել էր մարդկանց բնակարանը եւ տիրացել առանձնապես խոշոր չափերի գումարներին։ Իհարկե, որպես այդպիսի նույն դատավճռով անձը դատապարտվել էր նաեւ սպանության շատ դրական դրդումներով կատարված սպանության համար, բայց փաստացի որպես այդպիսի ինքը խարդախության դեպքերը այս դրվագներով բավականին ակնհայտ էր եւ բնորոշում էր հենց խարդախության հանցակազմը, խաբեություն եւ վստահությունը ճարաշելու եղանակով կատարված խարդախությունը։ Խարդախություն, իսկ հետո նաև սպանություն կատարելու համար ամբաստանյալ Սամվել Գասպարյանին սպասում էր ծանր պատիժ։ Դատարանը նրա պատիժը մեղմացնող հանգամանքներ չի նշել։ Այսպիսով, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց. Ամբաստանյալ Սամվել Գասպարյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել առաջին դրվագով ազատազրկման 6 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ազատազրկման 18 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի սահմանված պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ ամբաստանյալ Սամվել Գասպարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 25 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Սամվել Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 27480 Հայաստանի Հանրապետության դրամ գումար որպես դատական ծախսեր։ Տուժողներ Գորյանին և Ղումաշյանին իրավունք վերապահել քաղաքացիական հայց հարուցել դատարան քաղաքացիական դատավարության կարգով։ Նաև ցանկանում եմ ասել, որ խարդախությունը որպես ապշտակության առանձին եղանակ ունի նաև իր ձևերը։ Դա արտահայտվում է խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով։ Խարդախության համար նաև առանձնահատուկ եւ ինքը այլ հափշտակություններից տարբերակող հատկանիշ է, որ խարդախության դեպքում տուժողը խաբվելով եւ այսպես ասած ընկնելով հանցավորի ծուղակը վստահելով նրան ինքն է անձամբ գույքը հանձնում հանցավորին։ Սա առանձնահատուկ հատկանիշ է, որովհետեւ հափշտակության մյուս տեսակներին, օրինակ գողության, ավազակային հարձակման կամ կողոպուտի դեպքում նման բան մենք չունենք։ Խարդախության դեպքում տուժողը մոլորության մեջ ընկնելով ինքն է անձամբ հանձնում գույքը հանցավորին եւ այս դեպքում հանձնում է ոչ միայն գույքը, այլ նաեւ գույքի նկատմամբ իրավունքները։ Կոնկրետ դեպքում, եթե մենք խոսում ենք արդեն օրինակ սեփականության, անշարժ գույքի հետ կապված նոտարական ավերացմամբ կամ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարված գործարքներին, այսինքն տուժողը մոլորության մեջ ընկնելով հանձնում է նաեւ այդ գույքի նկատմամբ իր իրավունքները, նույն սեփականության իրավունք, նույն տիրապետման, տնօրինման եւ օգտագործման իրավունք։ Ամբաստանյալ Սամվել Գասպարյանն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։ Նա մասնավորապես նշել էր. «Մեջբերում ենք»։ Համաձայն չեմ դատավճռի հետ։ Ունեմ հիմնավոր պատճառներ եւ կարող եմ ապացուցել, որ դատաքննության ընթացքում եղել են բազմաթիվ խախտումներ։ Իսկ նշանակված 25 տարվա ազատազրկման դատավճիռը չի համապատասխանում կատարված հանցանքին։ Զրկել մարդուն կյանքից անկախ դրդապատճառներից սխալ եւ աններելի արարք է, քրեորեն խիստ պատժելի եւ համարվում է ծանր հանցանք։ Եվ ոչ միայն սպանվողի, այլ նաեւ ճակատագրական ավարտ է ունենում սպանողի համար։ Բայց օրենքն այդքանով չի ավարտվում, եւ դա ամենևին պատճառ չէ կոնկրետ այն մարդկանց համար, ում պետությունը վստահել է որոշ մարդկանց ճակատագրեր։ Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել գործը, որքանով են հիմնավոր ներկայացված փաստերն ու ապացույցները։ Հասկանալ է պետք, որպեսզի ճիշտ գնահատական տալ այդ իրավիճակին եւ նոր միայն վստահ ազատազրկման դատավճիռ կայացնել։ Հաճախ լինում են այնպիսի պահեր, երբ ամենազուսպ մարդն էլ դառնում է անկառավարելի եւ ընդունակ է ցանկացած քայլի։ Իհարկե, անընդունելի է սպանություն կատարելը, բայց ամեն դեպքում հասկանալ է պետք պատճառը, իսկ անհիմն ուղղակի ներքին համոզմամբ վստահաբար դատավճիռ կայացնել իբր սպանությունը շահադիտական դրդումներով է կատարվել, ուղղակի անբարոյականություն է։
Ես այդ կնոջը չեմ սպանել շահադիտական նպատակներով կամ պարտքը չվերադարձնելու դրդումներով, այլ նրա անեծքների պատճառով, որը նա հղեց իմ երեխաներին, եւ դա էլ ինձ հունից հանեց։ Ահա այսպիսի սրտառուչ խոսք, որը սակայն չէր կարող կաշկանդել դատական ատյաններին։ Նրանց որոշման համաձայն արդեն 3 անգամ դատապարտված 54-ամյա Սամվել Գասպարյանը կատարած ծանր հանցագործության համար իր կյանքի հետագա 25 տարիները կանցկացնի կալանավայրում։ Ընդհանուր առմամբ նաև որպես խորհուրդ ուզում եմ մեր հեռուստադիտողներին, մեր քաղաքացիներին նաև դիմել կոչով, որ չնայած նշելով այն հանգամանքը, որ ոչ մեկս, այսպես ասած, երաշխիք չունենք, որ չենք հայտնվի այս կամ այն Խարդախի դաշտում, ընդհանուր առմամբ, ոչ մեկս ապահովագրված չենք Խարդախներից եւ կարող ենք գնել վերջիններից ծուղակը, բայց ամենայն դեպս բոլորին հորդորում եմ լինել ուշիմ, գործակներ կատարելու, թե դրանք վերաբերում են անշարժ կամ շարժական գույքի սեփականության իրացման կամ այլ ինչ-որ պետական հիմնարկների հետ առնչության անպայման անձամբ մասնակցել, իսկ դրա անհնարինության դեպքում բացառապես ընտրել այնպիսի մարդկանց, որոնք որ տարիների ընթացքում փորձված են, վստահելի են կամ գործակները կնքել այն կազմակերպությունների վստահելի կազմակերպությունների միջոցով, որոնք որ ելի տարիների ընթացքում ցույց են տվել իրենց անաչառությունը։ Ազատությունը ոչ թե ինքդ քեզ զսպելն է, այլ ինքդ քեզ կառավարելը։ Ֆյոդոր Դոստոևսկի